ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ, իմ տաղանդավոր փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ու ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Մեր ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսակցիկի ետևում եւ խոստացել է, որ մեզ երկար եթերային ժամանակ կտա, ձեզ հետ նկարենք այսօրվա առաջադրանքը։ Պատրաստ եք։ Հիմա սեղանին փռեք ձեր սպիտակ թղթիկները, միայն խնդրում եմ նկարչական թղթիկներ դրեք։ Օրինակ տետրի վրա նկարում եք տետրի թղթիկի վրա, որտեղ գծիկներ կան, քառակուսիներ կան, այսպեսի կխնդրի Քերի Մուլտիկնիկ, այդքան չարչարվում եք եւ ուղարկում Քերի Մուլտիկնիկին, կխնդրեմ, որ ուղղակի նկարչական թղթիկի վրա նկարեք եւ ուղարկեք Քերու։ Հիմա թղթիկները այսպես ուղղեք, գունավոր մատիտները շարեք, ռետինի ջնջոցը մի կողմ դրեք, վերցրեք սև կախարդական մատիտը, ինչպես Քերի Մուլտիկնիկը։ Տեսնենք, հոպ։ Դե սովորական մատիտ է, մարկեր է, ես նրան անվանում եմ վարպետ մատիտ, ու մեր ձեռքում, սիրելի փոքրիկներ, այն դառնում է կախարդական։ Քանի որ մենք նկարում ենք հետաքրքիր հերոսներ։ Տեսեք, մեր նամակների սենյակից ընտրել էի մի ծրար, որտեղ քաղաք Երևանից փոքրիկ Սոսը 6 տարեկան շատ է խնդրել, որպեսզի Քերին ձեզ եւ Սոսին սովորեցնի նկարել մուլտիպլիկացիոն փղիկ, շաքար աքլորով հանդերձ։ Լավ։ Ամենակարևորը, քանի որ Սոսը 6 տարեկան է, այս նկարը ուզում եմ նվիրել 3-ից 6 տարեկան փոքրիկներին, բայց մեծերն էլ կարող են նկարել, մինչև 15 տարեկան։ Ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ։ Նախ եւ առաջ մեր մուլտիպլիկացիոն ու հեշտ ձևով ենք նկարելու։ Մեր մուլտիպլիկացիոն փղիկի կնճիթն ենք նկարելու։ Այսպես մի թեք գծիկ ենք անում այստեղից։ Այսպես կիսալուսնաձև գնալով բարակացնում ենք, այստեղ վերջույթն ենք նկարում։ Հիմա բարակ մատիտը էլի փոխեմ ես։ Մասեմ գլուխը ինչպես ենք նկարելու փոքրիկ բարեկամներ։ Այստեղից այտերից ենք սկսելու, իմ լավ փոքրիկ բարեկամներ։ Նկարում ենք քաղցրահամ տանձի նման մի պատկեր։ Հայլու նման կրկնում ենք։ Տեսակ գծիկը անցա, այ որ դուք սովորական մատիտով նկարեք եւ գծիկը անցնեք, իմ փոքրիկ բարեկամ, ռետինի ջնջոցով կարող եք մաքրել եւ նկարել այնպես, ինչպես հարկն է։ Կնճիթը մի քիչ երկարացնեմ, այսպես։ Կնճիթի վրա այսպես ալիքներ կտամ։ Հիմա հեզ ձևով ենք նկարելու։ Ինչ ենք անում փոքրիկ բարեկամներ, երկու կլորիկ պլշած աչքեր ենք նկարելու։ 1 2 Սևիկները կենտրոնում, 1 փայլիկով, 2 Մի քիչ ծիծաղելի հերոս ենք նկարում ձեզ հետ միասին։ Ամենակարևորը հեզ ձևով ենք նկարելու իմ փոքրիկ բարեկամներ։ Այստեղից մեծ ականջներն ենք նկարելու, այսպես կրկնում ենք հայելու նման աջակողմյա մասում, ձախ ականջը աջակողմյա մասում։ Ականջին խորություն, իմ փոքրիկ բարեկամներ, հոպ։ Ունքեր, մուլտիպլիկացիոն վերևի հատվածում։ Լավ է, բայց չէ։ Հետո, այստեղ մազի թելիկներ մի քանի։ Եվ հիմա, տեսեք, քանի որ Սոսը 6 տարեկան խնդրել, որ մենք նկարենք մուլտիպլիկացիոն փղիկ, ճիշտ է։ Մենք նրան հագուստ կտանք, շապիկ գոնե, այտերի վրա այսպիսի պատկեր նկարենք, որ հետո կարմիր կամ վարդագույն մատիտով ներկենք։ Հիմա շապիկը հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել։ Այստեղից թեք գծով կոր, այսպես շապիկն եմ նկարում։ Այստեղ մեծ կոճակ։ Թելիկներով կկարենք կոճակը, որ չփոքվի։ Փորիկը կերած խմած մեր փղիկի թելիկներն ենք հիմա առանձնացնելու, այսպես, այստեղից իջնում ենք ներքև կորգծիկով, շապիկի թևիկը մինչև այս մասը, տեսակ, հիմա ձեռքն ենք առանձնացնելու մեր փղիկի, այստեղ էլ մատիկները, փղիկի մատիկները հիշում եք ոնց ենք նկարում, 3 այսպիսի մատիկ, մյուս ձեռքը այստեղից էլի իջնում ենք ներքև, ձեռքն ենք նկարում, եթե հիշում եք նաև Սոսը խնդրել էր, որ մեր փղիկին նկարենք շաքար աքլորով, բայց տեղ չունենք, շաքար աքլորը ձեռքում դնենք, թղթիկը չի բավականացնի, այստեղ գրպան կանեմ,
Շատ լավ է, մտածեցինք, այստեղ շաքարակլորին կնկարենք, փայտիկով, եւ ոտքերը մնաց, որ նկարենք իմ փոքրիկ բարեկամներ, շատ հեշտ ձևով եմ սովորեցնելու մեր այս կերած, խմած, քաղցր սիրող փղիկի ոտքերը, այսպես, ոտքի մատիկներն էլ չենք մոռանում նկարել, 1, 2, 3, 1, արդեն ձախ ոտքի վրա, 2, 3, ոտքի տակ ստվերներ կանենք, չգիտենք որտեղ է կանգնած, այստեղից գծիկ կանենք, հատակը առանձնացնելու համար, եթե հանկարծ սիրելի փոքրիկ գծիկներ անենք, մի քիչ զարմացած է մեր փղիկը։ Ինչից է զարմացել, չգիտեմ, այ դուք կարող եք ինչ որ մի փոքրիկ պատմություն հորինել, թե մեր փղիկը այս ինչու է այսքան զարմացած։ Լավ, իմ փոքրիկ բարեկամներ։ Մոխրագույն չենք ներկի փղիկին։ Ուզում եմ նրան ներկել կապույտ։ Տեսնենք ինչպես կստացի, վերցնում ենք մուգ կապույտ մատիտը եւ բաց կապույտ մատիտը։ Մուգ կապույտ մատիտից սկսում ենք։ Եթե, տեսեք, ուզում եք դունչիկը, կնճիթը կլորացնել, մենք մուգ կապույտ մատիտով սկզբից ընդգծելու ենք այտերը, կնճիթը, որ առանց շտապելու հետո կարողանանք նաեւ ներկել։ Նախ եւ առաջ ընդգծում եմ, հետո կասեմ, թե կնճիթը ինչպես ենք կլորացնելու։ Այսպես, ընդգծում եք, դուք էլ քերի մուլտիկնիկի հետ հավասար ընդգծում եք ճակատային մասը, հիմա մեր ձեռքում մուգ կապույտ մատիտն է, ականջներն եք ընդգծելու, այսը գծիկը էլի դուրս եկա, այ դուք սովորական մատիտով միշտ նկարեք, ռետինե ջնջոցով կարող եք ձեզ սխալը ուղղել ուղղակի։ Հիմա աջ ականջն եմ էլի ընդգծում։ Կոպերը մուգ կապույտ մատիտով կընդգծենք, սպիտակ աչքերը պլշած այսպես, որպեսզի լավ երևա։ Շատ լավ է, փոքրիկ բարեկամներ, եթե ձեր լույսը աջակողմյան հատվածից է, ուրեմն ձախակողմյան հատվածը պետք է մուգ կապույտ մատիտով կլորացնել, իսկ եթե ձախակողմյան հատվածից է, լավ, հասենք թե լույսը հետո արև կնկարենք, եթե ժամանակ ունենանք, ձախակողմյան հատվածի, կնճիթը, գոր գծիկներով, այ այսպես, ձախակողմյա և ներքևի հատվածից, այսպես կլորացնեմ, մուգ կապույտ մատիտով, այսպես, այտերն ենք մի փոքր կլորացնում, այսպես, աջակողմյան մասը ճակատի, շատ լավ է, նույն ձևով ձեռքերը կարող ենք անել, լավ, եկեք նախ ականջները ներկենք այսպես, թաթիկներին ենք անցնում, քանի որ մուգ մատիտը մեր ձեռքում է, ուրեմն աջակողմյան հատված էլի մուգ կապույտ մատիտով այսպես ներկելու ենք ձեռքերն էլ, ոտքերն էլ կլորացնելու համար։ Փորիկը, այսպես կլորացնենք, հիմա աջ ոտքը, մուգ կապույտ մատիտը իր գործը արեց, հիմա հերթը բաց կապույտ մատիտինն է։ Սպիտակ թողված հատվածները բացի այտերից ու աչքերից, ամբողջովին ներկում ենք բաց կապույտ մատիտով, այսպես։ Ես ականջներից սկսեցի ձախ ականջից, հետո անցնում ենք արդեն դեմքին։ Տեսեք, ձեր փղիկի կնճիթը ինչպես կլորացավ։ Աջ այտը նույնպես։ Հիմա թաթիկներին կանցնեմ, այսպես փորիկին, ձախ ոտքն ենք ներկում, էլի կլորացնելով,
Վերջ։ Շապիկի ինչ գույնի ներկենք։ Ինչ գույնով կցանկանաք, որ շապիկը մենք ներկենք։ Սիրելի փոքրիկ բարեկամներ, կանաչ։ Լավ։ Ուրեմն կվերցնեմ մուգ կանաչ մատիտը, աչակողմի հատվածից մուգ կանաչ մատիտով այսպես կեզրագծեմ ու կլորացնեմ։ Նույնը շապիկի այս հատվածը, էլի աչակողմի մասը, գրպանը կընդգծեմ։ Այսպես կանցնեմ կոճակի կողքով։ Հիմա աչ թևիկի աչ կողմը մուգ կանաչ մատիտով եմ ներկելու, ընդգծելու եմ եւ վերջ։ Ուզում եմ սիրելի փոքրիկներ շաքարակլորը կարմիր ներկել, այսպես։ Քաղցր համեղ շաքարակլոր է գրպանում մեր փղիկի, ինչպես ասում են սոսը, որ ուզում է, որ այդպեսին լինի։ Լավ, դրեցինք մի կողմ, բաց կանաչ մատիտը վերցնելու ենք, շապիկի սպիտակ թողված հատվածները այսպես բաց կանաչ մատիտով լցնելու ենք, հոպ։ Շրջանցում ենք կոճակը միասին կորոշենք, թե ինչ գույնով ենք ներկելու։ Այսպես, արդեն անցանք աչ թևիկին, շապիկի։ Շատ լավ է իմ բարեկամներ, դեղին մատիտը մեզ օգնության կգա, շաքարակլորի սպիտակ հատվածը դեղինով կներկենք, փայտիկը դեղինով կներկենք, եկեք կոճակներ դեղինով ներկենք, կարմիր չէի ուզի ներկել, այտերը վարդագույն եմ ներկելու, այսպես, այսպես, շատ լավ է, դեղին մատիտով, եղունգները կամ մատիկները, ինչպես ցանկանում եք այդպես էլ անվանեք, այսպես ու այսպես, փղիկը պատրաստ է, ժամանակը տեսնենք ինչքան կբավականացնի, երևի թե կարող է մեր փղիկը արենայում է կրկեսի, դե ինչպես ցանկանում եք այդպես էլ արեք, ձեր մանկական երևակայությամբ ինչքան կարող եք, այդքան ձեր մանկական երևակայությամբ ներկեք գույներ, հերվում հերոսներ եւ այլն, ես ուղղակի հատակը, քանի որ որոշեցինք որ արենայում է նա, արենան կարմիր կներկեմ, բայց եկեք ընդգծեմ մեր հերոսին։ Նոր ներկենք։ Վերջում կհիշեցնեք, որ ստվերները սևով ներկենք։ Այդտեղից որ ձայն հանեք, ես կլսեմ։ Այսպես։ Դերքեր կերպար ստացվեց։ Կարծում եմ, իհարկե կարծում եմ։ Եվ հիմա արենան կրկեսի այսպես զուգահեռ գծիկներով աչ ցախ դեպի ներքև, այսպես ներկում ենք կարմիր, ստացվում է ձեզ մոտ, ես գիտեմ մեկ-մեկ ձեր նամակներում գրում եք, որ քերի մի քիչ արագ ես ներկում, արագ ես նկարում, չենք հասցնում, բայց նաև կարող եմ ասել, որ ձեր մայրիկներն ու հայրիկները կարող են բաժանորդագրվել Multicnic YouTube-յան էջին, այնտեղ լիքը վարպետանց դասեր կան։ Սխմում եք կանգար կոճակը, նայում ու տեսնում քերի Multicnic-ը ոնց է նկարել։ Լավ, արենան կարմիր ներկեցինք, վերևի հատվածը ինչ գույնով ներկենք։ Բաց վարդագույն։ Կարող ենք դեղին էլ ներկել, գիտեք։ Ավելի հետաքրքիր լինելու համար եկեք դեղին ներկենք, թող գույները շատ լինեն։ Այսպես գնացինք։ Սպիտակ թղթիկը ուղղակի ճնշում եմ։ Դուք սրա փոխարեն, սիրելի փոքրիկ բարեկամներ, եթե արենայում եք, կրկեսում է մեր փղիկը, կամ եթե քաղաքում է, ետևում նկարեք տներ, խրճիթներ, բարձրարկ շենքեր, իսկ եթե արենայում է, կարմիրը համարեք արենան, ետևում հանդիսատես է հեռվում փոքրիկ երևացող։ Այսպես, էլի սպիտակ թղթիկը ես դեղինով Դեղինով ներկեցի, մի փոքրել երանք կտամ այսպես, վերջ, կարծես թե վերջ, ինչ, հիշեցրիք, ճիշտ է, պետք է ոտքի տակ գտնվող ստվերները սևով ներկենք, ապրես բալիկ ջան, որ հիշեցրիր, այսպես, գնացինք, ու սևով ենք ներկում, սա մեկ, սա
Նկարել 2 Մա չէ, մի փոքրիկ է այսպես գծիկներ Այսպես Մեր փղիկը պատրաստ է Սիրելի փոքրիկներ Ժամանակն էլ մոտենում է իր ավարտին Չգիտեմ դուք ինչպես կանվանեք մեր փղիկին Կարող եք նույնիսկ ձեռքով, քանի որ սովորական մատիտով եք նկարում, կարող եք կլորացնել, լղոզել այսպես ավելի մատիտի գծիկները չերևալու համար։ Փղիկը մուլտիպլիկացիոն, որ խնդրել էր մեր մշտական հեռուստադիտող քաղաք Երևանից փոքրիկ Սոսը 6 տարեկան, որ նկարենք փղիկ, մուլտիպլիկացիոն շաքար աքլորով հանդերձ։ Դե թղթիկի մեջ չտեղավորվեց շաքար աքլորը դրեցին գրպանում։ Կարծում եմ այդքան Այսքան քննադատելու չէ դա Լավ, վերջ, մոտեցավ ավարտին Սիրելի փոքրիկներ, որպեսզի ձեր նամակներն էլ, ինչպես Սոսի նամակը, առաջադրանքը հասնի Քերի մուլտիկնիկին Ես պետք է անպայման հիշեցնեմ մեր անփոփոխ փոստային հասցեն Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 Կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը, ինչպես ասացի, սիրելի ծնողներ, ձեր փոքրիկների համար հատուկ ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ կա լիք հեռուստաներկայացումներ, մուլտիկնիկ մրցանակաբաշխություններ, հեքիաթ ներկայացումներ, ֆիլմեր, մուլտիկնիկ ստեղծագործական խմբի հետ միասին ստեղծված ծուր թատրոնի բոլոր հաղորդումները, էլ ինչ Վարպետանց դասեր, որ երբևիցե եթեր չի գնացել հեռուստատեսությամբ, վերջ, ուղղակի բաժանորդագրվեք ժամանակն հրաժեշտի, ժամապահ Քերին, ով այսպես է անում, այսինքն նշանակում է ավարտվում է հաղորդումը, մեր փղիկը, այս հետաքրքիր մուլտիպլիկացիոն կապույտ փղիկը եւ Քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, կսովորենք նկարել մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Աստված ձեզ պահապան, այլբույդը